մեծ ակնկալիքներ ունեն, այսպես ասեմ, եւ ես այն մարդն եմ լինելու, որ ի կատար եմ ածելու։ Գիտեք ինչի համար եմ այդպես ասում, որովհետեւ ընտրությունները անցնելու են, գնալու են, մենք ապրելու ենք այս համայնքում, մենք չենք կարա մի բան ասենք ու չանենք։ Իրական փոփոխությունները չեն ծնվում խոսքերից, դրանք սկսվում են քայլերից, փոքր, ամառ, երբեմն լուռ, բայց անկեղծ ու հետևողական։ Այդպիսի քայլերով էր առաջ շարժվում Վալոդյա Գրիգորյանը, մարդ, որը փոփոխություններ էր բերում միշտ եւ ամենուր, մարդ, որը նախընտրում էր ոչ թե խոսել, այլ գործել։ Վալոդյան տարբերվում էր իր տեսակով, ներքին բնական խելքով, ներքին համեստությամբ, անկեղծությամբ, ազնվությամբ, արդարամիտ, էլ չասեմ ընկերասիրությամբ, եթե ինքը դասարանում էր, ուրեմն ամեն ինչ լավ էր։ Մենք առաջի դասարանից Վալոդյայի հետ ենք սովորել, մի 10 ընկերներ ենք եղել։ Այդտենց շատ հուշեր ունեմ ես Վալոդյայի հետ կապված, առաջի դասարանից են, երբ որ դաժե չենք գիտակցել ընկերությունը ինչ բան է, մենք այդ ձևի ընկերություն ենք արել, մինչև որ մեծացել ենք, գիտակցական կյանքում հասկացել ենք, որ ընկերությունը որն է, եւ մինչև այդ չարաբաստիկ օրը մենք իր հետ եղել ենք նույն ձևի ընկերներ։ Վալոդյայի մասին բառերով նկարագրելը երևի անհնարին կլինի, որովհետև ինքը շատ մեծ, շատ վեհ անձնավորություն էր, շատ ընկերասեր, իր ընկերներին հասնող, իր ընկերների ցանկացած ձեռքբերումներով ուրախացող։ Բոլոր վայրերում ինքը միշտ դրական լիցքավորված մարդ էր ու դեմքը շատ պայծառ։ Դա առաջին հայացքից։ Դպրոցում ինքը լավ սպորտսմեն էր։ Միշտ ֆիզկուլտուրայի ուսուցիչն ասում էր՝ հիանալի սպորտսմեն կդառնա ինքը։ Իր ճանապարհը սկսեց սպորտից, կյանքի ընթացքում շատերի համար դառնալով ոչ միայն մարզիչ, այլև կյանքի խորհրդատու եւ ուսուցիչ։ 5 տարեկանից սկսած իր հետ մարզվել ենք, սպորտային մեծ հաջողություններ ա ունեցել ինքը, իր շնորհիվ ունեցել ենք նաեւ մենք, իր նախաձեռնությամբ ինքը որոշեց, որ պետք է այս 5 համայնքները իր սպորտային կարիերան բաց թողելուց հետո, ասես պետք է մարզենք եւ պետք է մարզենք երեխաներին բոլորին անվճար իր հովանավորության ներքո։ Վալոդյայի հետ կապված, երբ որ Սպարտակիադա էր անցկացում իր սիրտում, ինքը անպայման մասնակցում էր, մի օր իր մրցակիցը վնասվածք էր ստացել, մի թեթև, այնքան ծանր էր տանում ինքը այդ ամեն ինչը, այնքան խորը, մինչև անգամ իմացա որտեղ է ապրում, գնաց թեթև վնասվածք էր, ինչ որ բան չկար, գնաց տեսնելու ինքը շատ բարի, շատ լավ ընկեր էր, ամեն անցյալով չասեմ, ընկերա մեր բոլորի համար, միշտ հիշելու ենք իրան։ Նրա մոտեցումը հստակ էր, մարդկանց պետք է ոչ թե ղեկավարել, այլ հասկանալ,
Ամեն գործ անում էր մանրակրկիտ, մինչև վերջ, առանց աղմուկի, առանց գովասանքի խոսքերի ակնկալիքի։ Լռությամբ ամեն ինչ ասում էր։ Այդ լռությունը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Ամեն ինչ լռության մեջ էր, բայց իր հոգու խորքում միշտ այդ լռությունը վեր էր ածում աշխատանքի, գործի, մարդկանց հետ փոխհարաբերվելու, մարդկանց խնդիրները լուծելու, ցավերը տանելու եւ այլն եւ այլն։ Երբ որ ծանոթացանք ու որոշում կայացրեցինք Վալոդյայի հետ մասնակցել ընտրությունների, ինձ համար հետաքրքիր էր, թե ինչու նա որոշեց, որ նաև մեզ հետ գնա այդ ճանապարհը, ինձ համար պարզ էր մենք ինչու իր հետ գնացինք, որովհետև կային արժեքներ, սկզբունքներ, որոնց ինքը անդավաճան էր։ Երբ ընտրություններից հետո մենք միասին շատ դժվար պայքարի միջով անցանք եւ փողոցային պայքարի եւ մեկը մյուսին թիկուն կանգնելու ճանապարհ անցանք, ես տեսա, թե նա ինչպիսի մեծագույն հարգանք է վայելում ընկերների, մարդկանց շրջապատում առհասարակ։ Եվ միայն այն փաստը, որը ես բերեմ, ցույց է տալիս, թե ինչպիսին էր նա եւ ինչպես էին նրան ընկալում մարդիկ։ Երբ 21 թվականի ընտրություններից հետո ու անարդար ձևի այդ ժամանակ նա չդարձավ համայնքապետը Փարաքարի, մարդիկ ստորագրություններ էին հավաքել, որպեսզի նոր ընտրություններ տեղի ունենան։ Եվ նրա համար ստորագրել էր ավելի շատ մարդ, քան գնացել էր նրան ընտրելու։ Եվ այդ օրերին ես հասկացա, որ Վալոդյան ոչ միայն ինձ է գերել իր համեստությամբ, իր սկզբունքայնությամբ, այլև իրենց ամբողջ համայնքին։ Եվ դա նրա ձեռքից ոչ ոք տանել չէր կարող։ Ոչ մի պարագայում։ Ինձ համար ինքը իրականում լավագույն ընկեր է եւ իր կորուստը ուղղակի անփոխարինելի է։ Կան մարդիկ, որոնց տեղը ոչ ոք չի լրացնում։ Վալոդյան ու բացառիկ հայրենասեր է եւ այս 4 տարվա ընթացքում կուսակցության ստեղծման հենց առաջի ամիսներից ներգրավելով թիմում, ինչպես բոլորիս, այնպես էլ իր համար, առավելևս Արցախյան պատերազմից հետո հայրենիքին նվիրումը ոչ թե լոկ խոսքեր էր, այլ կենսակերպ։ Եվ հենց այդ կենսակերպով էլ որպես մարդ, որպես ծնող, ամուսին, որդի, ընկեր, այսինքն բոլոր կարգավիճակներով նա կարևորում էր այդ հայրենասիրությունը, նվիրումը հայրենիքին, որ առաջին հերթին այն միջավայրը, որտեղ ինքը կար, ապրում էր, աշխատում էր, այդ միջավայրը դառնար այնպեսին, ինչպեսին ինքը պատկերացնում էր, որպես նաև համայնքի ղեկավար, հսկար ժամանակում աշխատելով, նաև ցույց տվեց, թե ինչպեսին պետք է լինի ղեկավարը, ինչպեսին պետք է լինի քաղաքական գործիչը, ով ստանձնելով պաշտոն, ունենալով որևէ կարգավիճակ, ամենևին չդադարեց մնալ բացառիկ հայրենասեր, բացառիկ մարդ, նվիրված Պարոն Գրիգորյանն այն եզակիներից էր, ում համար արժեք էր Արցախն ու արցախցին։ Նա կանգնած էր յուրաքանչյուր արցախցու կողքին, ոչ միայն խոսքով, այլ նաև գործով։ Կարևորը որ մարդը, ասենք, աշխատում է, էլի, ժողովրդի կողքին է։ Հիմա իր պահը նենց է, որ ես հասկացա, որ ինքը եկել է տալու համար, չի եկել որ պետությունից վերցնի, էլի։ Ինքը իր նախընտրական ելույթներում ասել էր, որ ես բոլորի համայնքապետն եմ։ Իր համար տարբերություն չի եղել։ Տվյալ բնակիչը, որ
գյուղից է, Փարաքարից, Թայրովից, Նորակեր, Բաղրամյան։ Ինքը սաղին նայել է որպես Փարաքար համայնքի բնակիչ ու խտրականություն ոչ մեկի հանդեպ չի արել։ Պատկերացումները, որ ունեինք միասին, դեռ շատ էինք առանձին զրուցում, առավել ևս համայնքի կառավարումը ստանձնելուց հետո լիքը մտքեր կար ու հիշում եմ, երբ որ այդ նախընտրական ծրագիրը գրում էինք, այդ արդեն քարոզարշավի ժամանակ այդ որտեղ բուկլետում հայտնվեր, բաժանեինք քաղաքացիներին, գել ծրագիրը գրուց վերջում մտած։ Այս հաստատ անելու ենք, չէ, չի լինի, չէ, որ բան գրենք, հետո ժողովրդի մոտ չանենք, սի հաստատ, ինչ գրել ենք, հաստատ անելու ենք ու հիմա եմ ասում, որ հաստատ անելու ենք։ Տարիների ընթացքում նրա կերպարը դարձավ վստահության խորհրդանիշ։ Մարդիկ գիտեին, եթե խոստանում է, ուրեմն անում է։ Նրա համար իշխանությունը ոչ թե ուժի աղբյուր էր, այլ միասնության ու մարդկանց միավորման միջոց։ Ես հասարակ բան կարող եմ ասել, մենք հանգիստ էինք քնում, որտեղ գիտեինք ինքը կա, ու մեր յուրաքանչյուր հարցը լուծում ունի։ Յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված է։ Ես վստահ եմ եղել, որ իր հետ ցանկացած հարց հաղթահարելու եմ, որովհետև չի եղել այնպիսի մի հարց, որով որ մենք կդիմեինք Գրիգորյանին, այդ կմնար անպատասխան, այդ կլիներ անլուծելի, կամ թեպետ եւ դժվար, բայց մեր համար անլուծելի ոչ մի խնդիր չկար։ Ես որ թեկուզ եւ ոնց ասեմ, հեռախոսը որ վերցնում էի զանգ տալու մի հարցով նրան, ես արդեն հստակ գիտեի, որ ես ինչ հարցով որ զանգում էի, դրա պատասխանն ունեինք ու այդ հարցը կարելի էր ասել այն որ տենց լուծված էր արդեն իսկ։ Նվիրվածությունն իր աշխատանքի, մարդկանց, ընկերների ու ընտանիքի, սա էր Վալոդյա Գրիգորյանի քաղաքական եւ մարդկային ինքնությունը, նրա տեսակն ու գաղափարական հենքը։ Նա փոխում էր միջավայրը, հարստացնում էր շրջապատը։ Մշակույթ, երիտասարդություն, այսինքն համայնքի բոլոր բնակիչների կյանքի բարելավման եւ փոփոխման համար ամեն ջանք էր դնում եւ էր դնում, գիտեք, այնպիսի խաղաղությամբ, այնպիսի հանգստությամբ, այն իր մի թեթև ժպիտը արդեն քեզ մեծ թևեր ու մոտիվացիա էր տալիս, որ դու թռչեիր ու այն անհնարինը դարձնեիր հնարավոր։ Իր հետ աշխատելու ուղղակի մեծ պատիվ էր ինձ համար։ Ճանաչողներն ու մտերիմները միաբերան պնդում են, Վալոդյա Գրիգորյանը մարդ էր, ում կյանքը չափվում էր ոչ թե ապրած տարիներով, այլ կատարած գործերով, ազնվությամբ ու անմնացորդ նվիրումով ընտանիքին, ընկերներին, մարդկանց, համայնքին ու հայրենիքին։ Ինքը այնքան լավ բաներ դեռ կաներ, հա, եւ համայնքի եւ ընդհանրապես իր շուրջը գտնվող մարդկանց համար։ Ես կարծում եմ, որ շատ մեծ կորուստ ենք մենք ունեցել եւ Վալոդյան իրեն ճանաչողների, իր հետ շփվողների, հա, բոլորի սրտում կմնա որպես բարության, արդարամտության, անկեղծության, նվիրվածության խորհրդանիշ։ Համոզված եղի ընկեր, որ քո սկսած գործը անավարտ չի մնալու, քո սկզբունքները պաշտպանվելու են մեր կողմից եւ որ որևէ մեկը, ով պատասխանատու է այն ոճրագործության համար, որ քեզ հետ պատահել է,
անպատասխան չի մնալու, բոլորը պատասխան են տալու։ Չկա մի բան, որ ասենք ու դա չլինի։ Դա ուղղակի ապրելակերպ է, որ պետք է այդպես ապրել։